Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Իրանի եւ Իսրայելի միջև պատերազմի ավարտից հետո էլ թուրքական երկու պետությունները Թուրքիան եւ Ադրբեջանը աչքսյունիքից չեն կտրում Իրանից ժամանակ է հարկավոր հետպատերազմական իրավիճակից դուրս գալու ամբողջ ուժերը կրկին հավաքելու համար։ Իրանն անշուշտ ամբողջովին չի թույլատրել, բայց Սյունիքը շարունակում է Ալիևա-Էրդողական տանդեմի կոկորդի մեծ ոսկորը մնալ։ Նրանք հարմար պահի են սպասում այսպես կոչված Զանգեզուրի միջանցք բացելու համար։ Ճիշտ է, Իրանը թույլատրավ որոշակիորեն, բայց դեռևս ունի այն հզորությունը, որ կարողանում է պահել Սյունիքը։ Դեռևս հարմար պահը չի եկել, որտեղ Իրանը չի թույլատրել այնքան, որ կարողանան ուժով ճեղել բացել այդ սահմանը։ Իրանի դիրքավորումը տարածաշրջանում շատ ազդեցություն ունի որպես զսպող ուժ այդ հակառակորդների նեգերդումների համար։ Իրանը բազմիցս է հայտնել, որ չի հանդուրժելու ոտնձգություն իր երկրի վրա եւ հակահարված կտա նաեւ այն դեպքում, երբ ինչ-որ պետություն հանդգնի խախտել երկրի ինքնիշխանությունը, տարածքի կարմիր գծերը։ Վերլուծաբանների դիտարկմամբ Ադրբեջանն ու այդ երկրի առաջնորդ Ալիևը պետք է որ դասեր քաղեն Իրано-իսրայելական պատերազմի արդյունքներից։ Որտեղ եթե հրապարակները գնում էին հասնում էին հարվածում էին Իսրայելը եւ լուրջ հարված են հասցրել Իսրայելին։ Ադրբեջանը չունի այդ հակաօդային այդպիսի զարգացած պաշտպանություն եւ ոչինչ չի խոչընդոտի Իրանին ուղղակի ջնջել ոչնչացել այդ երկիրը ավելի ուղղակի զորք մտնել ու գրավել։ Իրանական հետախուզությունը հզոր է ու Թեհրանը ըստ վերլուծաբանների հավաքագրված տվյալներ ունի եւ տեղյակ է թե ինչպես էին Իսրայելն ու Ադրբեջանը համագործակցում 12-օրյա պատերազմի ընթացքում։ Արցախի պատերազմից հետո շատ ակտիվ իրեն Մոսադը գայրանադերներ ունի եւ հետախուզական տվյալները հավաքում Իրանից եւ Իրանը բազմիցս զգուշացրել է, բայց եթե լայնազավալ պատերազմ լինի Ադրբեջանի տարածքներ էլ իսրայելական հետախուզական գետերը կամ ռազմաբազայի ինչ որ լինի այնտեղ ռազմական գոյությունը այնտեղ Իրանի համար օրինական թիրախ է դառնալու։ Տելեգրամի որոշ ալիքներ գրում են, որ աթեիստների մի մասը Իրանին հարվածել է հենց Արցախի օկուպացված տարածքներում գտնվող իսրայելական ռազմական ուրեմն գետերից։ Իրանական քաղաքագիտական համայնքը եւս ի դեպ խոսում է այն մասին, որ Ադրբեջանում տեղակայված բազաներ կան, որոնք պատկանում են Իրանի թշնամի պետություններին։ Այդ մասին սոցիալական ցանցերում գրել են նաեւ իրանցի քաղաքագետները եւ հնարավոր համարել, որ Իրանը կարող է հարձակվել նաեւ Ադրբեջանում տեղակայված Իրանի համար թշնամի պետությունների բազաների վրա։ Ինչպես մենք այդ պատերազմի շրջանակում տեսանք, Իրանը անգամ Կատար, որ շատ լավ հարաբերություն ուներ Կատարի հետ, Միացյալ Նահանգների Կատարում ինքը հերթիրագործեց։ Պատերազմի վերջին օրերին Իրանը հարձակվեց Կատարում տեղակայված Ամերիկայի ամենամեծ ռազմաբազայի վրա։ Թավրիզի Աշուր կորպուսի գերագույն առաջնորդի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանը կարող է հարձակվել նաև Քուրդիստանում, Ադրբեջանում եւ Արևմտյան Ասիայում տեղակայված Իրանի թշնամի երկրների բազաների վրա։ Տնտեսական ակտիվության ցուցանիշները ներկայացնելու ընթացքում վարչապետը հիշում է էլեկտրաէներգիայի արտադրությունը մայիսին նվազել էր։ Ու թեպետ պատասխանատու նախարարը պարզաբանել է ներքին պահանջարկի քչացմամբ է նաև պայմանավորված, Փաշինյանը սահուն անցնում է էլեկտրական ցանցերը պետականացնելու իր օրինակարգին։ Անհրաժեշտ է առաջ քայլերը, որոնք նախ օրենսդրական փոփոխությունների հետ են կապված։ Խորհրդարանն արտահերթ նիստով կանի։ Սրանից զատ Նիկոլ Փաշինյանը ուրիշ խաղաքարտեր է բացում։ Որևէ սցենարով էլ որ մենք գնանք, մենք մի X պահի պետք է ապահովենք Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության բաժնետորմսերի ազատ բաժանորդագրության հնարավորությունը, ընդ որում նաև մեր այս ընթացքի փորձը հաշվի առնելով պետք է այնպիսի երաշխիքներ ստանանք, որ Հայաստանի քաղաքացիները ոչ թե կամ առնվազն ոչ միայն ընկերությունները, ոչ միայն կորպորացիաները, այլև քաղաքացիները իրենց խնայողությունները հնարավորություն ունենան ներդնել, այսինքն բաժնետոմսեր ձեռք բերել։ Առնվազն 2 անչափահաս երեխա ու մարզում բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցող ընտանիքների, ինչպես նաև արդեն տան հիպոթեք մարող եւ երեխա ունենալ պատրաստվող ամուսինների պետաջակցության այս տարվա բյուջեն ավելացրեց գործադիրը։ Ծրագրի պահանջարկը մեծ է, կառավարությունը ուրախ, բայց աշխատանքի եւ սոցհարցերի փոխնախարարը նաև նույն ծրագրի սահմանամերձ տարածքների թվերն է ներկայացնում։ Վարչապետը մի քանի անգամ փորձեց հստակեցնել, փոքր է թիվը դժգոհում է։ Սահմանամերձում գրանցել ենք 9 ուրեմն դեպք, որտեղ 50% ավել
աջակցություն են ստացել եւ երկու բնակավայրի դեպքում էլ դպրոց կամ մանկապարտեզ։ Քանի դեպք եք արձանագրել։ Ընդհանուր 11, որից 9 սահմանամերձում։ Շատ լավ։ Այդ 11 ընտանիքի մասին է խոսքը։ Դե այդ են թվերը չեն, որ մեզ կարող են գոհացնել, այսինքն 11 դեպքի մասին է խոսքը, ոչ թե տոկոսի։ 11 դեպք, որ հենց սահմանամերձ բնակավայրում է այդ հիպոթեկը տեղի ունեցել, բայց մենք գիտենք, որ սահմանամերձ բնակավայրում հիպոթեկները որպես կանոն տարածված երևույթ չեն։ Դպրոցներում առաջադիմության խնդիր ունեցող 13400-ից ավելի աշակերտ վերջին ուսումնական տարում կրթական արդյունքները բարելավել է։ Նախարար Ժաննա Անդրեասյանն ասում է, այս երեխաների նկատմամբ պարտավորություն ստանձնելու արդյունքն է։ Կրթական հավելյալ ծառայություն են մատուցել, առաջ միայն նույն դասարանում էին թողնում։ Շատ լավ, նախորդող շրջանում ինչ որ համակարգային խնդիրներով եկել կուտակվել է, մենք պարզա որ մենք երեխաներին պետք է աջակցենք, բայց մյուս կողմից հանկարծ մենք մեխանիզմ չստեղծենք, որ դպրոցները մեզ ինչ լավ է, մենք չենք հասցնում, առաջադիմություն չունենք եւ հետեւաբար մեր ֆինանսավորումը դրանից ավելանում է։ Եթե 1-2 ստեղ մենք պետքա ճիշտ բանաձևեր դնենք։ Բանաձևերն ըստ կառավարության ղեկավարի պարզ է դպրոցներում մշտադիտարկումներ պետք է արվեն, միևնույն հաստատություններում առաջադիմության խնդիր ունեցողների թիվը չի նվազում։ Մի բան էլ ավելանում է կամ առնվազն ստաբիլություն է պահում, պրոբլեմը հաստատ դպրոցում է։ Աշխատանքային պայմանագրեր խզելու հիմք նաև պիտի հանդիսանա։ Թրամփը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Ուկրաինայի հարցով Թուրքիայում կայանալիք բանակցություններին, եթե Պուտինը միանա իրենց, հայտարարել է Էրդողանը։ Նա ընդգծել է, որ Թուրքիայի վերջնական նպատակն Ուկրաինայի հարցով հանդիպումն է, առաջնորդների մակարդակով։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հույս ունի, որ Իսրայելի եւ Իրանի միջև հրադադարն օգնի խաղաղեցնել նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հակամարտությունը։ Նա ցանկանում է, որ այդ գործընթացը ոգեշնչի մյուսներին խաղաղության համար։ Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իսրայելի եւ Իրանի միջև հրադադարի մասին, որը երկու կողմերն էլ հաստատեցին։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ ստորագրել է համաձայնագիր Ռուսաստանի ագրեսիայի հանցագործության համար հատուկ տրիբունալ ստեղծելու մասին։ Զելենսկին ընդգծել է, որ ագրեսիան պետք է արժանանա պատժի։ Դատարանը կդատի Ուկրաինայում պատերազմի համար պատասխանատու բարձրաստիճան ռուս ղեկավարներին, սակայն դատավարությունները հնարավոր կլինեն միայն նրանց պաշտոնաթողությունից հետո։ Մինչ այդ տրիբունալը կանցկացնի հետաքննություններ եւ կպատրաստի մեղադրական եզրակացություններ։ Դատավորներին կնշանակեն համաձայնագրին միացած պետությունները։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ հեծի պետականացումը մասնավոր բիզնես խլում չէ եւ այն կատարվելու է օրենքի շրջանակում։ Նրա խոսքով պետության ու հանրության շահերը գերադասելի են անհատական շահերից եւ չեն կարող թույլ տալ, որ մեկ անձի գործողությունների հետևանքով հոսանքազրկվեն տասնյակ հազարավոր մարդիկ։ Նախարարը վստահեցրել է, որ առաջիկայում ԱԺ ներկայացվելիք նախագծում կպարունակվեն բոլոր անհրաժեշտ մեխանիզմները։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2025 թվականի հունիսի 25-ի զեկույցի համաձայն մոնիթորինգի ցուցակում ավելացել է օմիկրոնի նոր ենթատեսակ XFG, որը տարածված է արդեն 38 երկրում։ Այն առաջին անգամ հայտնաբերվել է Կանադայում եւ արագ տարածում է ստացել Ամերիկայում ու Ասիայի մի շարք երկրներում։ Այս ենթատեսակը հանրային առողջապահության տեսանկյունից գնահատվում է ցածր ռիսկայնության մակարդակով։ Հայաստանում էլ վերջին 14 օրերի ընթացքում գրանցվել է կորոնավիրուսային 11 դեպք, ինչը նվազում է նախորդ 14 օրվա համեմատ, իսկ թեստերի դրական արդյունքների բաժինը կազմել է 11%։ Հունիսի 25-ին Մարգարյան փողոցում արտակարգ վիճակ էր։ Դիտահորից դուրս եկող կեղտաջուրը ողողել էր մի քանի փողոց, անհարմարություններ ստեղծելով հարակից բազմաբնակարանային շենքերի բնակիչների, խանութների, սպասարկման սրահների, սննդի կետերի աշխատակիցների համար։ Մարդիկ երբեմն ստիպված խախտում են երթևեկության կանոնները, դուրս են գալի հանդիպակաց, որպես այդ կեղտաջրի մեջ չհայտնվեն։ Տարածքում գարշահոտ է տիրում, անցուդարձ անել բնակիչները չեն կարողանում։ Բնակիչները նշում են, որ զանգահարել են քաղաքապետարանի թեժգից, վիոլաջուր, աչափնակի թաղապետարան, սակայն այն բարբարով անապատի։ Այս շոգորերին խնդիրը շատ ավելի է սրվում, հենց դրա համար է, որ բնակիչները քաղաքային իշխանությանը, Աչափնյակի թաղապետին ու Վեոլիա ջուրընկերությանն են դիմում անհապաղ խնդիրը լուծելու համար։